Բարոսելի քուրերեղբայրներ ջան, եկեք անդրադառնանք նորից հարցը վերաբերվում է խնկարկության եւ նաեւ ինչ նշանակություն կամ ինչ խորհրդանիշ է կրում խունկը աստվածպաշտության արարողակարգի մեջ։ Տեսեք, ամեն անգամ, երբ որ մենք անդրադառնում ենք Աստվածաշնչին, պետք է հասկանանք, որ Աստվածաշունչը մեզ ներկայացնելով Աստծո փրկության ծրագիրը, այդ ծրագրի մեջ ներառյալ մեզ ներկայացնում է հեթանոս աշխարհի աստվածպաշտությունը զուգահեռ, որպեսզի մենք կարողանանք զանազանենք ինչպիսի պաշտամունք է ուզում Աստված։ Օրինակ Ղևտացված գիրքը, որի գլխավոր թեման հանդիսանում է սրբացումը, այդտեղ ներկայացված է քահանաների ընտրությունը, ինչ ցեղից պիտի ընտրվեին քահանաները, այսինքն 12 ցեղից Աստված զատում է ղևտացիներին որպես իր պաշտամունք, իր ծառայությունը, իր երկրպագության կամ զոհաբերության ծեսերը կատարողներ կամ ընդհանրապես ժողովրդի համար քավություն կատարողներ։ Տեսեք, սրանք Աստծո սուվերեն կամքի, սուվերեն ընտրության կամ անկախ ընտրության հետևանքն է։ Ղևտացիները մյուս 12 ցեղերից լավը կամ վատը չէին։ Այս առումով ամեն դեպքում Աստվածաշունչը իր փրկության ծրագրի մեջ անդրադառնում է բոլոր սկզբունքներին, ինչը որ պատկանում է երկրպագությանը, այսինքն մարդ եւ Աստված հարաբերությանը։ Ուրեմն զուգահեռ նաև Աստված ներկայացնում է հեթանոս աշխարհի աստվածպաշտությունը։ Օրինակ Դատավորաց գիրքը, որը առավել Իսրայելի անկումի շրջանն է, որտեղ Իսրայելն ունի աստվածաբանության մեջ դատավորաց շրջանը կոչված է Իսրայելի քանանացումը։ Իսկ եթե Իսրայելը դրվեց Քանանի երկրում, որպեսզի քանանացիների վերջո սարքի իսրայելացի, ինքը դարձավ քանանացի, այսինքն առավել նրանց ծեսերը, նրանց արարողակարգ աստվածպաշտությունը ինքը ձեռք բերեց։ Դրա համար բանալի համար է նաև դատավորաց գրքում ամեն մարդ անում էր իր աչքի հաճո եղածը եւ այդ ժամանակ թագավոր չկար Իսրայելում եւ ինքը հենց դատավորաց գիրքը հանդիսանում է պատվանդան Հռութի եւ նաեւ թագավորաց գրքերի, որտեվ կարծես դատավորացը ցույց է տալի առանց թագավոր Իսրայելի կարգավիճակը եւ հետո ավելի պատվանդան հանդիսանում կամ հող հանդիսանում, որպեսզի մեզ ներկայացնի արդեն Հռութը, որտեղ բոսը արդեն պիտի ընտրվի Դավիթի սերունդը, Դավիթի հոր սերունդը եւ հետո արդեն տեսնում եք թագավորաց գիրքը Դավթի եւ մյուս թագավորների կերպարները։ Ամեն դեպքում, ինչի եմ ես ասում, որտեղ դատավորաց գիրքը անդրադառնում է հեթանոս աստվածպաշտությանը առավել։ Այնտեղ մենք տեսնում ենք դատավորաց գրքում անիմիզմը, որտեղ նույնպես արկա է խունկը, զոհաբերությունները։ Տեսեք, անիմիզմը դա այն շրջանն է, որտեղ մարդիկ բոլոր առարկաներին ընդունում են որպես կենդանության շունչ ունեցողներ եւ մտածում են, որ այդ առարկաների ծառը, քարը, սարը, ամեն դեպքում գետը, նրանց մեջ կա հոգի, այսինքն որոշ առումով պանթեիզմի նմանություն կա, այսինքն բնությունը որպես Աստված, բայց անիմիզմը, այսինքն հոգի հասկացողության անիմը, այն նշանակում է առարկաներին հոգի տալ կամ առարկաների մեջ հոգի տեսնել։ Եվ եթե հիշում եք հայերի մոտ կա խփում են սեղանին, ասում են թու սատանայական ջխուր, դա գալիս է այն սկզբունքից, որ կոնկրետ այդ սեղանը ինչից որ պատրաստված էր, այսինքն թե կաղնից էր, կաղնի միջի հոգին չար հոգի էր, եւ երբ որ որևէ մեկը մի բան խոսում էր, խփում էր, ասում էր սատանի կամ չարիական ջխուր, որ այդ միջի հոգին չլսի իր ասածը եւ շուրջ տա իր վրա դեպի վնաս։ Այսինքն սա անիմիզմի հետևանքն է, մինչև այսօր քրիստոնյաներն են դա օգտագործում, ամեն դեպքում կանոնավոր կամ ֆորմալ քրիստոնյաներ, նոմինալ քրիստոնյաներ։ Հիմա տեսեք, ինչի եմ ես սա ասում, որպեսզի մենք հասկանանք խունկ հասկացողությունը կամ խնկարկություն հասկացողությունը բոլոր կրոններում եւ նաեւ հին կտակարանում, այսինքն մենք տեսնում ենք Ղևտացված թղթում, ամեն դեպքում Հնգամատյանի մեջ, նաեւ Դատավորաց գրքում մենք տեսնում ենք, որ արկայա մյուս կրոնների մեջ կամ մյուս հեթանոս աստվածպաշտության մեջ։ Դրա համար Աստված առավել տալիս է մեզ ճիշտ նշանակություն, այսինքն մեզ համար կարևոր է ոչ թե մենք տեսնենք իմանանք թե խունկը ինչի համար են օգտագործում եւ ովքեր, այլ մեզ համար կարևոր է թե Աստվածաշունչը ինչ է խոսում խնկարկության եւ խունկի նշանակության մասին։ Մեզ համար սա է կարևոր, որտեղ մենք ունենք մեկ Աստված եւ մենք ունենք մեկ Աստծո խոսք ճշմարտություն։ Մնացածը մենք հասկանում ենք, որ մնացածը կեղծիք է, այսինքն չկա այնտեղ ճշմարտություն։ Հիմա տեսեք, դրա համար առավել մենք պետք է զանազանենք, թե անիմիզմն է ներկայացված որպես նույն այդ ծեսերի մեջ օգտագործում է խնկարկությունը եւ զոհաբերությունները։ Հետագայում մենք տեսնում ենք գենոտեիզմ, այսինքն որ արդեն որևէ մի գեոգրաֆիկ աշխարհական վայր պատկանում է մի աստծու, մեկ այլ գեոգրաֆիկ վայր պատկանում է մեկ այլ աստծու։ Ես չեմ ուզում անդրադառնալ, այս մասին մենք խոսել ենք, օրինակ ինչպես Նեհեմիան, երբ որ ուզում էր հող տաներ իր երկիր, որ Եհովայի պաշտի հիշում եք Ասորի Նեհեման, որ բոլոտ էր եւ լվացվեց։
ամեն դեպքում Մարգարեի խոսքի միջով որ գնաց եւ լողացավ գետում։ Հիմա ամեն դեպքում երբ որ ասում են հող տանեմ, ի նկատի ունի որ այդ հողը տանեմ, որտեղ այդ հողի հետ նաեւ այդ Աստվածը գալիս է իր աստվածապաշտության կենտրոն։ Հիմա սրանք շատ կարևոր բաներ է որ մենք հասկանանք, որտեղ այս ամենի մեջ, նաև գենոտեիզմի մեջ, անիմիզմի մեջ, հետո մենք հետագայում տեսնում ենք պոլիտեիզմի բազմաաստվածության մեջ, պանթեիզմի մեջ, բնությունը որպես Աստված, բոլոր այս աստվածապաշտության կերպերի մեջ, որը հեթանոս աշխարհի աստվածապաշտությունն է, մենք տեսնում ենք, որ արկա են ծեսերը, որը կարծես թե նմանություն այդտեղ էլ կա խնկարկություն, այնտեղ էլ կա զոհաբերություններ, այնտեղ էլ ունեն զոհասեղաններ, այնտեղ էլ ունեն որոշակի կանոններ, որոնք պահում են։ Դրա համար մեզ համար կարևոր է զանազանենք իրական աստվածապաշտությունը։ Ուրեմն առաջի հերթին ինչ խորհրդանիշ է կրում ֆիզիկական խունկը, այն ամենասկզբից պետք է անցալենք մի կարևոր փաստ։ Այն կապված է զոհաբերության հետ։ Այն կապված է Իսրայելի ժողովրդի, Աստծո սեփական ժողովրդի քավության հետ։ Եվ ես մի քիչ եթե առաջ գնամ, ուղղակի կասեմ, որ այն անուշահոտություն է համարվում, եւ տեսեք, եթե մյուս կրոններում այն անուշահոտությունը ավելի առաջացնելու աուրա կամ ավելի առաջացնելու մեդիտացիա կամ մարդուն մղելու էքստազի, աստվածապաշտության մեջ խունկը այդ նշանակությունը չունի։ Տեսեք, կան կրոններ, որտեղ ծխեցնելը նույնիսկ նրանք թմրանյութներ են ծխեցնում, այսինքն խոտեր, որոնց ծուխը թմրացնում է մարդու մտածելակերպը, թմրացնում է մարդուն, մղում է մարդուն մեդիտացիայի։ Այդ կրոններում օգտագործում է այդ խնկարկումը այդ տեսանկյունից, քրիստոնեության մեջ դա չկա սիրելիս։ Դրա համար շատ կարևոր, ինչպես անցյալ ձայնագրության մեջ ես ասացի, քրիստոնեության մեջ կա աղոթք, մյուս կրոնների մեջ առկա է մեդիտացիա կամ երբ որ անձը իրեն անջատում է եւ իրեն միանում են երկնային ինչ-որ արարածներ եւ մենք գիտենք ով է միանում, այդտեղ հրեշտակային աշխարհ, բայց ինչ հրեշտակային աշխարհ, ոչ թե իրական Աստծո հրեշտակները, այլ ընկած հրեշտակները, որոնք ներկայանում են որպես Աստված։ Դա համար այսօր շատերը եթե ձայն են լսում, պետք է մի քիչ զգուշ լինենք, այդում ձայնն է լսում։ Սատանան երբեք չի ասում, որ ինքը սատանա է։ Սատանան միշտ ներկայանում է որպես Աստծո հրեշտակ, որպես Աստծո մարգարե, որպես առաքյալներ, Պողոս առաքյալն է շեշտում։ Հիմա ամեն դեպքում մենք պետք է շատ զգուշ լինենք։ Ուրեմն մյուս կրոնների մեջ նույնպես արկա է։ Սա ես ասեցի, որպեսզի մենք հասկանանք, որ մեր նպատակն է այս ձայնագրության մեջ զանազանենք ընդհանրապես ինչա Աստվածաշունչը խոսում խնկի մասին։ Առաջին ես արդեն շեշտեցի, այն սերտ կապված է զոհասեղանի հետ կամ զոհի հետ, որովհետև Աստվածպաշտության 5 կտականում խնկարկության, խնկի ծխեցնելու կրակը կամ ածուխը վերցվում էր զոհասեղանից։ Իսկ զոհասեղանը սերտ կապված է Քրիստոսի փոխանորդ զոհի հետ։ Զոհասեղանի նույնիսկ նրա եղջյուրները 4 կողմից, այսինքն այս ամենը սիմվոլներ են, խորհրդանիշ են, որոնք հոգևոր խորհուրդ ունեն շատ կարևոր։ Եվ դրանք ըստ արդեն նոր կտակարանի առաքյալների խոսքի այն շուքն է, այսինքն այն շուքն է, բայց բուն մարմինը Քրիստոսն է։ Շատ կարևոր է, որ մենք տեսնենք սա եւ հասկանանք, որ եթե մենք հիմա գտնվում ենք Մովսեսի ուխտի տակ, ուրեմն պետք է այդ խունկը ծխեցնենք կամ պետք է լինեն քահանաներ, որոնք մեզ համար քավություն կանեն։ Եթե մենք հին ուխտի տակ չենք, նոր ուխտի մեջ ենք, մեր քահանապետը Քրիստոսն է եւ այդ խունկի արդեն հոգեվոր նշանակության մեջ ենք, բուն մարմնի։ Եթե խունկը հին կտականում սիմվոլ էր, խորհրդանիշ էր, նոր կտականում այն մարմին ունի եւ նրա մարմինը սուրբերի աղոթքն է։ Մենք հիմա ավելի խորը սա կտեսնենք, այսինքն եթե 5 կտակարանում խնկի ծխեցնելը առավել նշանակում էր աղոթքը Աստծո ժողովրդի, մենք տեսնում ենք, որ կամ քահանայապետի, կամ քահանաների ղևտացիների ցեղի, այսինքն ժողովրդի համար որպես քավության աղոթք, հիմա նոր կտականում մենք կտեսնենք տարբեր հատվածներ, որտեղ առաքյալները ներկայացնում են, որ դա սուրբերի աղոթքն է։ Եվ հետաքրքիր է, որ այդ սուրբերի աղոթքը նույնպես կապված է այդ զոհասեղանի կամ Աստծո բարկության հետ։ Մենք մի քիչ դու կանադառնանք, որտեղ մենք հայտնության գրքում 8-րդ գլխում տեսնելու ենք հատված, որտեղ երբ որ հեղինակը Հովհաննես առաքյալը շեշտում է կամ տեսնում է մի տեսիլք, որտեղ տեսնում է, որ հրեշտակը այդ ոսկե խնկամանի մեջ լցնում այդ խունկը եւ լցնում է ածուխը եւ խունկը վառում է, ասում է այդ խունկը սուրբերի աղոթքն էր, որ բարձրացավ Աստծո առաջ որպես հաճելի, եւ ասում է այդ խնկի արդեն ածուխը
թափեց երկրի վրա, եւ մենք տեսնում ենք, որ երկրի վրա թափվում է Աստծո բարկությունը, այսինքն տեսեք, զոհասեղանի կրակը, սա կարևոր է, որ մենք հասկանանք, ինչ խորհրդանիշ է կրում զոհասեղանը, ինչ խորհրդանիշ է կրում զոհասեղանի կրակը։ Զոհասեղանի կրակը դա Աստծո բարկության խորհրդանիշն է։ Իսկ ինչ է նշանակում զոհը։ Զոհը փոխանորդ զոհն է, գառը, որը մեղքերի քավության համար փոխանորդ է, եւ ինչ է անում այդ կրակը, Աստծո բարկությունը լափում է այդ կրակը, այսինքն Աստծո բարկությունը վերցնում է այդ զոհը, բայց իրական մեղավորը ազատվում է, այսինքն այն փոխանորդ զոհին է լափում, այսինքն Աստծո բարկությունը գալիս է Քրիստոսի վրա, եթե վերցնենք արդեն նոր կտակարանում, Աստված Քրիստոսի վրա եկավ Աստծո բարկությունը, իսկ մեր վրա եկավ Աստծո հաճությունը, այսինքն Քրիստոսի վրայի հաճությունը Աստված մեր վրա դարձրեց, իսկ մեր վրայի բարկությունը մեղքի պատճառով դարձրեց Քրիստոսի վրա, որովհետև Քրիստոսը վերցրեց մեր մեղքերը իր վրա։ Տեսնում եք, սրանք շատ կարևոր է, այսինքն խնկի խորհրդանիշը նույնպես մենք պետք է հասկանանք, որովհետև ես գիտեմ, որ այսօր կան մարդիկ, որոնք խունկ են վառում եւ խունկին տալիս են տարբեր նշանակություն։ Ես լսել եմ նույնիսկ խունկը բժշկական տեսանկյունից բակտերիաներ է ոչնչացնում, օդն է մաքրում, շնչառական ինչ որ օգտակար է։ Տեսեք, ես չգիտեմ, ես չեմ ուսումնասիրել դա, բայց ամեն դեպքում իմ նպատակն է ես հասկանամ, թե ինչ է ասում Աստվածաշունչը կամ Աստվածաշնչի խորհրդանիշը խունկի մասին։ Մնացածը, սիրելիս, շատ զգույշ պետք է լինենք, որովհետև ամեն դեպքում սատանան քնած չի եւ սատանան մեզ մի բան չի առաջարկում, որ մեզ օգտակար չի։ Մեր մարմին օգտակար չի։ Սատանան միշտ առաջարկում է մի բան, որ մեր մեղավոր բնությունը սիրում է։ Դրա համար եւ ինքը շատ խորամանկ կերպով է փոխում այդ ամեն ինչը, շատ խորամանկ կերպով մեզ հրամցնում է բաներ, որի մեջ մենք եթե ուշադիր չլինենք, եթե Աստվածաշնչյան ճշմարտությունը մեր միտքը բավարար չի նորոգե, մենք շատ հեշտ կընկնենք մեղքի մեջ։ Այսինքն ինքը այնպես է մեզ ներկայացնում այդ ամենը, որ մենք չենք տեսնում նրա մեջ խնդիր։ Սա շատ կարևոր է մենք ուշադիր ենք։ Դրա համար եկեք անդրադառնանք։ Ուրեմն տեսեք նորից, որպեսզի ավելի հասկանալի իմ սկզբունքները, մենք կանադառնանք հիմա արդեն հատվածների, որպեսզի տեսնենք իրականում Աստվածաշունչը մեզ ներկայացնում է խունկը որպես սուրբերի աղոթք։ Եվ ինչ խորհրդանիշ է դա։ Եթե խորհրդանիշը սուրբերի աղոթքը հիմա արդեն ոչ թե խունկի կարիքը կա, այլ մեր Քրիստոսի մեջ կամ Քրիստոսի զոհասեղանից կամ Քրիստոսի զոհից արտադրված աղոթքը։ Տեսեք, ամեն դեպքում, երբ որ մենք մոտենում ենք հաղորդության սեղանին, մենք հիշում ենք Տիրոջ մահը եւ նրա չարչարանքը, մահը եւ նաեւ նրա հարությունը։ Ամեն դեպքում հիշում ենք Տիրոջ մարմինը ջախջախվեց մեզ համար եւ արունը թափվեց մեզ համար։ Այդ հիշողությունը ամեն դեպքում մեզ տալիս է մի ընկալում, որ մեր կյանքի կոնկրետ իմ այսօրվա, որ ես ապրում եմ եւ շնչում եմ, նրա շնորհիվ է, նրա զոհի շնորհիվ է, որ ես Աստծո հետ հարաբերություն ունեմ, կանգնած եմ Քրիստոսի մեջ, դա նրա զոհի շնորհիվ է։ Այսինքն մենք տեսնում ենք, որ սա ուղղակի իմ կյանքում հանդիսանում է կարևոր սկզբունք, ով ինձ մղում է կյանքի, ով ինձ մղում է հոգևոր կյանքի, ով իմ հոգևոր կյանքում շինություն է դառնում։ Հիմա, եթե ես դեռ շարունակում եմ ֆիզիոլոգիական խունկը ծխել, սա նշանակում է ես մերժում եմ այն նորուխտը, որի մեջ եմ։ Տեսեք, կարևոր մի բան։ Հիշում եք ձայնագրությունների մեջ ես մի անգամ ասացի, որ ամեն մի ուխտ Աստվածաշնչյան ունի իր նորմատիվները, օրենքների եւ ունի իր նշանը։ Օրինակ, Նոյի շրջանում մենք տեսնում ենք, որ որոշ կանոններ է տալի Աստված, միս արյունով չուտեք, մյուս, ինստիտուտն է դնում մարդու վրա մարդու, այսինքն դատական, եւ նաեւ տեսնում ենք այնտեղ նշանը ծիածանն է, այսինքն ամեն մի ուխտ, որ Աստված անում է, ունի եւ նշանը ուխտի, իր նշանը, եւ նաեւ նորմատիվ, այսինքն օրենքներ եւ կանոններ, որոնք ցույց են տալի, որ այդ անձը այդ ուխտի շրջանակներում է, Աստծո հետ հարաբերության մեջ։ Մովսեսի պարագայում մենք տեսնում ենք նույնպես Աստծո օրենքը որպես նորմատիվ Իսրայելի համար, ինչպես պիտի վարվեր, եւ տեսնում ենք նրա կարևորագույնը, նրա նշանը շաբաթը, այսինքն շաբաթի պահելը հանդիսանում է մովսիսական ուխտի նշան։ Հիմա եթե մեկ այսօր շաբաթը պահում է, նրան պետք է հարց տանք, դու մովսիսական ուխտի տակ ես, եթե մովսեսի ուխտի տակ ես, առաջերտին գնա եւ թլպատվի եւ նոր հետո բոլոր օրենքը պահի, ոչ միայն շաբաթը, այլ բոլոր օրենքը պահի եւ նաեւ տաճար է քեզ պետք, որ դու մտնես տաճար եւ տաճարի ծառայությունը կատարես եւ տաճարի ծառայությանը մասնակից լինես։ Այսինքն եւ քեզ քահանաներ են պետք եւ քեզ նոխազներ են պետք, եթե դու մովսիսական ուխտի տակ ես, բայց եթե դու Քրիստոսի մեջ ես, նոր ուխտի տակ ես, շաբաթը արդեն Քրիստոսի մեջ լինելն է, այսինքն այն հանգիստը,
որը պիտի մտնես, դա արդեն Քրիստոսի մեջ քո լինելն է։ Դրա համար շաբաթ հասկացողությունն ու նշանակությունը կորցնում է, եթե ես Քրիստոսի մեջ եմ։ Այսինքն մենք պետք է զանազանենք ինչն է շուք եւ ինչն է բուն մարմինը։ Ուրեմն եթե ես արդեն Քրիստոսի հետ նոր ուխտի մեջ եմ, ինձ համար ոչ թե խունկն է ֆիզիոլոգիական այդ նյութը կարևոր, այլ իմ Քրիստոսի զոհաբերությունից արտադրված աղոթքը, այսինքն Աստծո շնորհքի ներգործությունով աղոթքը ուղղված առ Աստված, դա է անուշահոտություն Աստծո առաջ, ոչ թե իմ վառած խունկը ֆիզիկական։ Ընկալում եք, այսինքն ես եթե շարունակում եմ մնալ այդ շուքի մեջ, ես ուղղակի մերժում եմ բուն մարմինը եւ հենց Եբրայեցիս թուղթը այս մասին է խոսում, որ ներկայացնում է Քրիստոսի առավելությունը եւ ասում է այնտեղ Քրիստոսի արյունը ավելին է, քան նախոզներինը, Քրիստոսը քահանապետ ավելին է Մելքիսեդեկի կարգի պես, քան մյուս քահանաները, որոնք մեռնում էին։ Այսինքն ինքը ներկայացնում է Քրիստոսով հայտնությունը ավելին է, քան որ մեր հայրերի հետ խոսեց Աստված տարբեր ժամանակներում, տարբեր կերպերով առաջի գլխում ասում Եբրայեցիս։ Այսինքն ինքը ներկայացնում է Քրիստոսի առավելությունը, այսինքն ներկայացնում է 5 կտականում շուքը խորհրդանիշը եւ արդեն նոր ուխտի մեջ բուն մարմինը, եւ եթե ես չեմ ընդունում բուն մարմինը, մնում եմ շուքի մեջ, դա ուղղակի ես վկայում եմ, որ ես մնում եմ հին ուխտի տակ, ես նոր ուխտը չեմ ընդունում։ Սա կարևոր է։ Ուրեմն եթե մենք անդրադառնում ենք խունկին եւ նրա նշանակությունը, այս սկզբունքները պետք է հաշվի առնենք։ Առանց սրա մենք ուղղակի խեղաթյուրում ենք Աստծո խոսքը։ Հիմա տեսեք, եկեք անդրադառնանք ինչ խորհրդանիշ է կրում ֆիզիկական խունկը եւ ինչ այն ես առաջինը շեշտեցի, որ անպայման կապված է զոհաբերության հետ։ Ղևտացի 16-12-ից ուզում եմ ես ընթերցեմ որոշ հատված, տեսեք, այստեղ ինչ է ասում Աստված։ Եվ իմիջիալոց եկեք հիշենք, որ քահանայապետը 3 անգամ էր մտնում սրբության սրբոց, եւ իմիջիալոց սրբության սրբոց մտնելուց ինքը առաջի զոհը կատարում էր իր անձի համար։ Եվ իր անձի համար կատարելուց անպայման խնկարկությունով էր մտնում սրբության սրբոց եւ տեսեք տապանակի, վկայության տապանակի եւ քավության վկայության տապանակը եւ նաեւ նրա վրայի կափարիչը կոչում էր քավություն։ Այդ քավության վրա են երկու հրեշտակները, որ նայում են տապանակի կենտրոնին։ Այսինքն տեսեք, այս ընդհանուր քահանայապետի եւ այդ տապանակի միջև խնկարկությունը կատարվում էր եւ այդ ծուխը ամբողջությամբ լցվում էր սրբության սրբոց եւ սա հետաքրքիր է, որ թույլ չէր տալի, որպեսզի քահանան նայեր տապանակին, որպեսզի չմահանար։ Հիմա ես կարդալու եմ այդ հատվածը, այսինքն խունկի ծուխը այնքան խիտ էր, որ թույլ չէր տալի, որ քահանան նայի այդ տապանակին եւ քավության, այսինքն այդ կափարիչին, որպեսզի չմահանա։ Հիմա տեսեք, ես կընթերցեմ այդ հատվածը։ Ես կընթերցեմ Ղևտացի 16-11-ից եւ Ահարոնը մատուցանե եւ այն մեղքի պատարագի զվարակը, որ իր համար է, եւ քավություն անե իր համար եւ իր տան համար եւ մորթե իր մեղքի պատարագի զվարակը իր մեղքի 3 անգամ էր մտնում, առաջինը իր համար էր անում, հետո նոր ժողովրդի, տեսեք, չեմ ուզում ավելի խորանալ, որտեղ ավելի ուզում եմ խունկի մասին տեսնենք։ Եվ Եհովա առաջին եղած սեղանի վրայից, սա զոհասեղանն է, եւ Եհովայի առաջի եղած սեղանի վրայից, այսինքն զոհասեղանի վրայից բուրավառը լիքը կրակի կայծեր առնե, ես ձեզ արդեն ասացի նախորդ, ինչա կրակի կայծերը, այն Աստծո բարկության խորհրդանիշն է, որը լափում է զոհին։ Բուրավառը լիքը կրակի կայծեր առնե եւ բարակ ծեծված անուշահոտ խնկիցը իր ձեռքերը լցնե եւ վարագուրի ներսը տանե եւ խունկը այն կրակի վրա դնե Եհովայի առաջին եւ խնկի ամպը վկայության վրայի քավությունը ծածկե եւ նա չի մեռնի։ Տեսակ, այնքան խիտ է այդ ծուխը, որպիսի չտեսնի, ծածկի վկայության տապանակը, քավությունը չտեսնի եւ նա չի մեռնի։ Որտեւ տեսեք, սա նորից եմ ասում, Ղևտացվոց թուղթը նրա գլխավոր թեման սրբությունն է։ Աստված ասում է այնպես ինչպես դուք մոտենում եք ուրիշ աստվածների հեթանոս աստվածապաշտության մեջ, ես այդ աստվածը չեմ։ Ինձ հետ իմ սխալ կերպով կամ ոչ իմ հայտնած կերպով մոտեցողը տեղն ու տեղը կմնա։ Ես կատականող աստված չեմ։ Հիշում եք, սա շատ կարևոր է, Աստված ամենակարևոր Աստծո հատկությունների, այսինքն սավակուպնս ամբողջականությունը նրա սրբությունն է։ Նրա սրբության մեջ է մտնում նրա սերը, նրա ողորմությունը, նրա շնորհալի լինելը, նրա արդար լինելը, նրա ամենակարողը, այդ նրա բոլորը նրա սրբության մեջ է։ Սրբությունը նրա ամբողջական, այսինքն նրա հատկությունների ամբողջությունն է, այն սուրբ է, այն զատված է, որովհետեւ մեկը նրա նմանը չէ։
Սա կարևոր է մենք հասկանանք։ Եվ ես ընթերցեցի եւ 13-ը խունկ այն կրակի վրա դնեի եւ առաջին եւ խնկի ամպը վկայության վրայի խավությունը ծածկե եւ նա չի մեռնի եւ այն զվարակի արյունից առնե եւ մատովը խավության վրա արևելյան կողմը սրսկի, այսինքն մատով այսպես սրսկեր կողմը եւ հետո մյուս կողմը խավության առաջի 7 անգամ սրսկի, այսինքն ամբողջական սրսկում այն խավությունն է արյունը կրակը Աստծո բարկությունը զոհը խունկը հանդիսանում էր անդադար, այսինքն աղոթքը։ Հիմա ես հատված կկարդամ, որտեղ Աստված նույնիսկ տեսեք Մովսեսը Ահարոնին ասում է շուտ արա գնա խունկը վառի, որ խավություն լինի այս ժողովրդի համար, որտեղ այս ժողովուրդը մեղ գործեց։ Եվ հիշում եք Կորխին։ Կորխը ինչ ասեց։ Կորխը եկավ ասեց Մովսես եւ Ահարոն, ինչ եք դուք ձեզի բոլորից զատում, դուք ինչա բոլորից սուրբ եք, Եհովան բնակվում է Աստծո բանակի մեջ եւ բոլորս Եհովայի համար սուրբ ենք։ Եվ Մովսեսն ասեց լավ, այդ դեպքում Աստված ցույց կտա ով է իր համար ընտրված ծառայության եւ ով ընտրված չի, ով է իր համար սուրբ եւ ով սուրբ չի։ Եկեք ընթերցենք այդ հատվածը, մենք կընթերցենք սա արդեն Թվոց գրքից եւ Թվոց գրքից կընթերցենք 16:46 համար։ Եկեք անդրադառնանք սրա։ Տեսեք, ես ուզում եմ ձեզ ցույց տամ։ Առաջինը մենք տեսանք, որ այդ խունկը ուղակի պաշտպանում էր, որպիսի քահանան չնայի եւ չտեսնի խավությունը, այսինքն տեսեք, կա տապանակը, վկայության տապանակը եւ կա նրա վրայի կափարիչ, որը խավություն է կոչվում, խավությունը ծածկում է այն։ Հիմա որպեսզի դա չտեսնի խունկը ամբողջությամբ բացվում էր եւ այսինքն քահանայապետի եւ տավանակի մեջտեղը եւ թույլ չէ տալու քահանան նայ եւ նա կենթանի էր մնում չէր մահանում։ Հիմա եկեք անդրադառնանք թե ինչ կատարվեց Թվոց գրքում։ Տեսեք Թվոց 16:46-ից կամ 45-ից նայեք, ես շատ խնդրեմ, որ դուք ընդհանրապես նայեք ամբողջ կոնտեքստը։ Եթե դուք 16-րդ գլխի առաջի համարից տեսնեք, կտեսնեք ինչ պարագա եղավ եւ ինչի համար Աստված ժողովրդին պատժեց։ Եվ իմիջիայլոց արդեն շատ ժողովուրդ արդեն մահացել էր այդ պատժի պատճառով։ Տեսեք 45-ից այդ ժողովրդի միջից է ելեք, որ իսկույն սպառեմ նրանց եւ սրանք իրանց երեսների վրա անկան։ Այսինքն Մովսեսի եւ Ահարոնի ասում դուրս եկեք ժողովրդից, ես նրանց հիմա սպանելու եմ եւ սրանք երեսի վրա անկնում են եւ աղոթք են անում, խնդրում են։ Եվ Մովսեսն ասեց Ահարոնին. «Բուրավառն առ եւ մեջը սեղանի վրայից կրակ դիր, զոհասեղանի վրայից կրակ դիր։ Եվ խունկ դիր եւ շուտով ժողովքը գնա եւ նրանց համար խավություն արա, որովհետեւ Եհովայի կողմից բարկությունը ելավ, ժանտախտը սկսեց եւ մահանում էր ժողովուրդը։ Եվ Ահարոնը առավ Մովսեսի ասացի պես եւ ժողովքի մեջ վազեց եւ ահա ժանտախտը սկսել էր ժողովրդի մեջ եւ խունկը դրավ եւ ժողովրդի համար խավություն արավ եւ մեռելների եւ ողջերի մեջտեղում կանգնեց եւ ժանտախտը դադարեց»։ Հիմա ուշադիր նայեք։ Շատերը ձեզ կմեկնաբանեն այս հատվածը եւ կասեն տեսեք խունկը ժանտախտը բուժեց։ Նրանք, որոնք հակված են խաբելու եւ խունկը ներկայացնելու որպես բուժիչ հատկություն, նրանք այս հատվածում սա են տեսնում, բայց այստեղ խունկը ընդհանրապես ղևտացիների, Ահարոնի, Մովսեսի, այսինքն Աստծո կողմից ընտրված քահանանով էր միջնորդ ժողովրդի եւ Աստծո միջեւ։ Այդ քահանաների անկեղծ ժողովրդի համար ցավ քաշելու, հոգ տանելու աղոթքներ ուղված, Տեր ողորմի նրանց եւ դադարեց։ Այսինքն մենք հետո տեսնելու ենք, որ որքան պարզ Աստված խոսում, որ այն աղոթքն է եւ Աստծո համար անուշահոտությունը, ոչ թե խունկն է, որ իր ռնգուկներով հոտ քաշի, այլ աղոթքը, որտեղ Աստված բանական Աստված է, Աստված հոգի է եւ Աստված ուզում է մեր հոգեվոր, մեր հասկացողությունը եւ իրականում իր նմանությունը։ Դրա համար Աստծո համար հաճելի է Քրիստոսը, որտեղ Աստծո պատկերը կրող անձն է։ Այսինքն բուն Աստծո մենք այդ պատկերի նմանություն ենք, իսկ ինքը բուն այդ պատկերն է։ Սա կարևոր է, որ մենք հասկանանք։ Տեսեք, եւ Ահարոնը առավ Մովսեսի ասացի պես եւ ժողովրդի մեջ վազեց եւ ահա ժանտախտը սկսել էր ժողովրդի մեջ եւ խունկը դրավ եւ ժողովրդի համար խավություն արավ եւ մեռելների եւ ողջերի մեջտեղը կանգնած եւ ժանտախտը դադարեց եւ ժանտախտով մեռածները 14700 հոգի էին։ Արդեն այդ մի քանի վայրկյան կլինի, րոպե կլինի, ժամ կլինի, այդ ընթացքում արդեն 14700 հոգի էին մահացել, բացի Կորխի բանի համար մեռածներից։ Եվ հիշում եք Կորխը ինչ ասեց։ Կորխը ասեց մենակ դուք եք, որ եւ Աստված ասեց հիմա ես ցույց կտամ, ես ում եմ ընտրել։ Այսինքն ցույց կտամ իմ ընտրվածի եւ իմ չընտրվածի միջև տարբերությունը եւ իմիջիայլոց։ Պողոս Արաքյալը Տիմոթեոսին նամակում
եւ Տիտոսին նաեւ այդ սկզբունքով է խոսում, անք ցույց է տալի, որ Աստված գիտի իրեններին եւ թող ամբողից կամ հեղափոխականներից կամ ապստամբներից կամ սուտ վարդապետներից կամ մեղքի մեջ ապրողներից զատեն իրենց իրենները եղողները, թող դուրս գան, զատվեն եւ Աստված է սկզբունքով է խոսում, այսինքն Աստված գիտի իրեններին, Աստված ընտրել է իրեններին, սա հենց այնպես չի սիրելիներս, սա իրականությունն է, դրա համար կարևոր է եւ անմիջապես կարդում ենք եւ Ահարոնը ետ դարձավ դեպի Մովսեսի ժողովքը խորանի դռան մոտ եւ ժանտախտը դադարեց։ Մենք տեսնում ենք, որ այս հատվածում ընդհանուր առմամբ ժանտախտը դադարեց, որովհետեւ նույնպես տեսնում ենք բուրավառ խունկը, որը անուշահոտ էր Աստծո առաջ։ Եվ դրա համար Մովսեսն ասում է գնա շուտ կրակը վերցրա սեղանից, անմիջապես շեշտում է։ Հիշում եք Անդաբն ու Աբիուդը, որոնք մահացան, որոնց նույնպես Աստված նույնիսկ Մովսեսն ասեց մի հպվեք նրանց մարմնին, այլ շորից բռնեք տարեք, նրանք պիղծ են Եհովայի առաջին, ինչի որովհետև նրանք Աստծո ասացի Աստծո հայտության համաձայն չեն արել, չգիտեմ կրակը որտեղից վերցրեցին, կամ դա օտար կրակը համարվում, այսինքն նույնը անում էին հեթանոս աստվածապաշտության մեջ, տարբեր տեղերից էին կրակը վերցնում, կամ այլ, դրա համար Աստված ամեն մի ծես, ամեն մի արողակարգ պատվիրում էր եւ ասում էր այսպես կանեք։ Նույնիսկ տապանը Նոյը շինելուց Աստված ասաց իմ ասացի նման արա, ինչ որ ես քեզ ցույց տվեցի։ Եվ խորանը պատրաստելուց Աստված հիշում եք ասեց Մովսեսին, ասեց ինչ որ սարի մեջ քեզ ցույց տվեցի սարի վրա, նույն կերպ հատ սանտիմետր առ սանտիմետր կանես։ Քո մարդկային իլյուզոր իմպրովիզացիաները չմցնես մեջը։ Նույնիսկ զոհասեղանը պիտի քար լինի։ Զոհասեղանի վրա ձեր մարդկային ուզորները չանեք, այսինքն մարդկային հասկացողությունը, մարդկային ճաշակը չխառնեք իմ ճաշակի հետ։ Այն ընկած է։ Այսինքն Աստված չի ուզում, որ մարդը իր կերպերը Աստված պաշտության ներմուծի Աստծուն պաշտելու կերպերի հետ խառնի, այսինքն ներմուծի, այն սինկրետիզմը համարում, Աստված այն պատժում է, ինչի, որովհետև Աստված չի ասում դուք եք լավը, ես էլ եմ լավը, այսինքն ձեր կերպերն են ճիշտը, չկա այդպիսի բան, սիրելիներս, դրա համար քրիստոնեության մեջ ամեն մի ներմուծված սկզբունք, որ Աստծո հայտություն չի, Աստծո խոսքից դուրս է, այն Աստծուն զզվելի է։ Ինչ տրնդես բերենք մցնենք քրիստոնեության մեջ, այն Աստծուն զզվելի է։ Քրիստոսը քանի անգամ տրնդեզի մասին խոսեց։ Այսինքն տեսեք, դրանք Պողոս առաքյալը քանի անգամ խոսեց։ Այսինքն սրանք կարևոր սկզբունքները, որ մենք հասկանանք, այսինքն Աստծո համար զզվելի է մարդկային կերպերի ներմուծումը, այսինքն եթե մենք խունկը նույնպես տալիս ենք այլ նշանակություն, բայց ասում ենք դե Քրիստոսի համար եմ անում, այն Աստծուն զզվելի է, որտեղ այս մեր շրջանում խունկ գոյություն չունի, մեր շրջանում խունկը մեր սրտից Քրիստոսի մեջ եղած կամ Քրիստոսի զոհաբերությունից արտադրված անկեղծ աղոթքն ուղղված առ Աստված։ Այդ աղոթքն է Աստծո համար անուշահոտ, ոչ թե ձեր վառած խունկը։ Երանի թե ավելի ժողովուրդը Տիրոջը ճանաչի, երանի հասկանայի, սա ամենակարևորն է։ Հիմա եկեք ավելի մեկ այլ հատվածի նայենք։ Տեսեք, նոր կտակարանն է խոսում այս մասին։ Հիմա ես նաև կուզեմ մի հատված ընթերցեմ, որ ավելի կարևոր է, տեսեք Գերից 30-ում, երբ որ Աստված ասում է ինչպես խորանը պատրաստեք, ուշադիր նայեք, խորանը նույնպես պատրաստվում է խնկարկության հետ մեկտեղ, ինչպես նաև հոսող ջրի հետ, այսինքն նրանք Աստծո խոսքն են, նրանք սուրբերի աղոթն են, նրանք մեր աղոթն ուղղված առ Աստված, եւ նրան դնես, ես կարդում եմ Ելից 36-ից, եւ նրան դնես այն վարակուրի առաջին, որ վկայության տապանակի դեմ է, վկայության վրանի խավությունի դիմաց այնտեղ, որ ես քեզ կհանդիպեմ, եւ Ահարոնը նրա վրա անուշահոտ խունկ ծխե, ամեն առավոտ ճրակները պատրաստելիս խունկ ծխե, եւ Ահարոնը իրիկվա դեմ ճրակները վառելիս խունկ ծխե, որ Եհովայի առաջին մշտնջենավոր խունկ լինի ձեր ազգերի մեջ, նրա վրա օտար խունկ կամ ողջակես կամ հացի ընծա չմատուցանեք, ոչ էլ նրա վրա նվեր թափեք։ Նորից ուշադիր եղեք։ Ասում է Ահարոնը եւ առավոտյան եւ ճրակները վառելիս խունկ ծխե, անդադար խունկի նշում է աղոթքով, ամեն բան աղոթքով արվի, Աստծո առաջ Աստծո շնորհքի մեջ լինի։ Հիմա ուշադիր նայեք։ Նրա վրա օտար խունկ կամ ողջակես, սա նշանակում է այլ աստվածապաշտության մեջ կար եւ խունկ ծխել, եւ ողջակես զոհաբերություններ, եւ հացի ընծաներ, եւ նաեւ նվերների թափել։
եւ հուդայիզմի կամ աստվածպաշտության մեջ կարային եւ օտարինը չանեք, այն օտարի ծեսը չբերեք իմ առաջ, ինձ զզվելի է սա։ Նոր կտականը լի է սրանով։ Հիշում եք Հիսուսն ինչ ասեց։ Նույնիսկ Հիսուսը խոսեց հուդայիզմի շրջանակում, ասեց չեք կարա նոր գինին հին տիկերի մեջ լցնեք, կպատրվի, կթափվի։ Այսինքն նոր ուխտի շրջանակում հին ծեսերով չեք կարա ինձ պաշտեք։ Գալում եք նոր գինին նոր տիկերի մեջ լցրեք։ Սրանք շատ կարևոր սկզբունքներ են, որ մենք հասկանանք։ Այսինքն պետք չի հին Մովսեսի ուխտի շրջանակի ծեսերը բերենք Քրիստոսի ուխտի մեջ։ Այն արդեն Աստծուն զզվելի է, ինչի, որտեվ անցավ, այսինքն այն խորհրդանիշն էր, երբ որ մենք այն բերում ենք Քրիստոսի մեջ, մենք մերժում ենք Քրիստոսի նորը։ Այսինքն մենք ասում ենք ոչ, այս հինը մեզ համար ավելի հաճելի է, հինն ենք ուզում, այսինքն չենք ուզում նորը։ Այսինքն տեսեք, սրանք կարևոր սկզբունքներ են, որ մենք հասկանանք ինչ ենք մենք անում։ Առանց հասկանալու մենք սրանք կարանք անենք, մտածելով որ Աստծուն հաճելի է, ոչ, Աստծուն զզվելի է։ Եվ հեսա ասում Աստված, նրա վրա օտար խունկ կամ ողջակես կամ հացի ինձա չմատուցանեք, ոչ էլ նրա վրա նյութեր թափեք։ Եվ Արոնը տարին մեկ անգամ նրա եղջերուների վրա քավություն անե, քավությունների մեղքի պատարագի արյունովը տարին մեկ անգամ նրա վրա քավություն անե ձեր ազգերի մեջ։ Սա ամենասուրբ է Եհովայի համար։ Եվ մեկ այլ հատված, եկեք անդրադառնանք, հիմա ավելի պարզ կտեսնենք, որ այդ խունկը աղոթքն է։ Տեսեք, 141 Սաղմոսի 2-րդ համարը եկեք նայենք։ Տեսեք Դավիթի աղոթքը։ Տեր, ես կանչում եմ դեպի քեզ, շուտ արա դեպի ինձ, ականջ դիր իմ ձայնին, ես դեպի քեզ կանչելիս։ Աղոթքը։ Հիմա ուշադիր նայեք։ Իմ աղոթքը թող ընդունելի լինի ինչպես խունկը քո առաջին։ Իմ ձեռքերի բարձրանալը իրիկվա պատարակի պես, զոհի պես։ Ես ասեցի չէ ձեզ, հիշում եք, խունկը սերտ կապված է զոհի հետ, պատարակի հետ։ Ինչի։ Ուշադիր նայեք։ Ինչպիսի աղոթքն է Աստծուն հաճելի։ Առանց Քրիստոսի հետ հաշտության, առանց Քրիստոսով Աստծո հետ հաշտության, դուք կարաք գաք համարձակություն ունենաք Աստծո առաջ գալու, ոչ երբեք։ Դրա համար մեր աղոթքը հաճելի Աստծուն, երբ որ մենք Քրիստոսի մեջ ենք, իսկ Քրիստոսի մեջ մենք գալիս ենք Քրիստոսի զոհաբերությունով։ Սա քրիստոնեական կյանքի սկզբունքն է, նրա մահը, նրա չարչարանքը, մահը եւ նրա հարությունը։ Սա 3 կարևոր սկզբունքներն են, որը քրիստոնեության հիմքն են հանդիսանում։ Հիմա տեսեք, իմ աղոթքը թող ընդունելի լինի ինչպես խունկը քո առաջին, իմ ձեռքերի բարձրանալը իրիկվա պատարակի պես։ Այսինքն իմ ձեռքերը բարձրանան ինչպես զոհը եւ իմ աղոթքը ինչպես խունկը, որ անուշահոտ է քո առաջին։ Մեկ այլ հատված եկեք նայենք։ Ղուկաս 1:10, երբ որտեղ Ղուկասը խոսում է Հովանես Մկրտիչի հոր Զաքարիայի մասին, որ նույնպես նրա կնոջ արգանդը փակ էր, Աստված նույնպես հրաշքով նրան զավակ կատարի Հովանես Մկրտիչին, ինչպես նաև Մարիամին, եւ հիմա Զաքարիայի պարագայում 10-ում ցույց է տալի, որ նրա հերթն էր հասել, որ Զաքարիան պիտի լինի քահանա։ Հիշում եք, նրա ձայնը Աստված փակեց, մինչեւ որ որդին ծնվի եւ նա խոսի։ Հիմա տեսեք 10 համարը եւ ժողովրդի բոլոր բազմությունը դուրսը աղոթք էին անում խնկարկության ժամանակին։ Նորից որպեսզի առավել մեզ համար հասկանալի լինի, եկեք մի քիչ վերև նայենք եւ եղավ, երբ որ նա քահանայություն էր անում Իրան հասած դասակարգության օրերումը, Աստծո առաջին քահանայության սովորության պես Իրան ընկավ, որ Տիրոջ տաճարը մտնե խնկարկություն անելու։ Եվ ժողովրդի բոլոր բազմությունը դուրսը աղոթք էին անում խնկարկության ժամանակին։ Աղոթք էին անում խնկարկության ժամանակին։ Այն խորհրդանիշն է աղոթքի եւ նաեւ ֆիզիկապես աղոթք էին անում։ Այդ խնկարկության ժամանակ այդ անուշահոտությունը նաեւ բարձրանում էր նրանց աղոթքը այդ անուշահոտության հետ մեկտեղ։ Մեկ այլ հատված, որը առավել խորը սա մեզ ցույց կտա, Հայտնության 5:8-ը եկեք նայենք։ Տեսեք, Հայտնության 5:8-ը։ Եվ երբ որ գիրքն առավ 4 կենդանիները եւ 24 երեսները, սա եկեղեցու խորհուրդն է, ընկնում էին գարի առաջին, ամեն մեկը ունեին քնարներ եւ ոսկի բուրավառներ, այդ ոսկի ամանն է, որտեղ խորանի ժամանակային պղինձ էր, հետագայում Սողոմոնի տաճարից հետո այն դառավ ոսկե, ուշադինակ, ոսկի բուրավառներ խնկով լիքը, որ սուրբերի աղոթքն է։ Հայտնության գիրքը արդեն ամբողջական մեզ տալիս է ընդհանուր առմամբ կարելի ասել արդեն խորհրդանիշների
բուն մարմինները։ Այսինքն հայտնության գիրքը հայտնում է մեզ արդեն Աստծո ամբողջական հայտնությունը եւ ամբողջացում եւ ծածկումը, այսինքն արդեն հայտնությունը էլ կարիք չունի նոր հայտնության, արդեն հայտնեց Աստված ամբողջությունը իր ծրագիրը եւ մենք տեսնում ենք հայտնության գրքում եւ ապագա եւ հայտնության գրքում նաեւ արտահայտվում են սիմվոլները, այսինքն նույնպես հեղինակը Հովհաննեսը տալիս է նրանց բացատրությունը, այստեղ նույնպես այդպիսի սկզբունք կային, ինչպես ես արդեն հիշում եք, անցյալ անգամ ասացի, Աստվածաշունչում կան նկարագրող հատվածներ եւ կան վերագրող հատվածներ։ Նկարագրող հատվածներից է նաեւ, երբ որ առաքյալը մարգարեական թղթերի ոճի մեջ ասում է այս բանը սա է, նկարագրելով, այսինքն այդ հատվածը նկարագրելով ինչ է տեսնում, նկարագրում է եւ նաեւ մեջը մեկնաբանում է, թե ինչ էր սա։ Տեսեք նորից, որպեսի ավելի 8 համարը, երբ որ գիրքն առավ 4 կենդանիները եւ 24 երեսներն ընկնում էին գարի առաջին, ամեն մեկն ունեին քնարներ եւ ոսկի բուրավառներ խնկով լիքը, որ սուրբերի աղոթքն է։ Հիմա ավելի խորը մի հատված նայենք։ Տեսեք, Եբրայեցիս թուղթը, ինչպես ես ասացի, անդրադառնում է Քրիստոսի առավելության եւ ցույց է տալի հուդայիզմի արդեն հնացածը, հիմա նույնպես անդրադառնում է սրան խունկին։ Տեսեք, իսկ երկրորդ վարագույրի ետևը մի խորան կար, որ սրբության սրբություն էր կոչվում, որ ուներ ոսկե բուրավառը եւ ուխտի տապանակը ամեն կողմից ոսկով պատած, որ նրանում կար ոսկե սափորը մանանայով եւ Ահարոնի գավազանը, որ ծաղկեց եւ ուխտի տախտակները եւ նրանից բարձր փառքի քերովբեները, որ Հովանի էին անում քավության վրա, այսինքն կապարիչը, որոնց համար պետք չէ հիմա մանրամասն ասեմ։ Այս բաները այսպես պատրաստված լինելով քահանաներն ամեն ժամանակ մտնում էին առաջին խորանը պաշտամունքներ կատարելու, բայց երկրորդի մեջ մտնում էր քահանայապետը տարին մեկ անգամ եւ ոչ առանց արյունի, որ մատուցանում էր իրեն համար եւ ժողովրդի սխալմունքների համար։ Սուրբ Հոգին նրանով ցույց էր տալիս, որ դեռ սրբությունների ճանապարհը հայտնված չէր, քանի որ առաջի խորանը դեռ հաստատ կանգնած էր, որ օրինակ էր այն առաջիկա ժամանակի համար, որ նրանում ընծաներ եւ զոհեր էին մատուցանում, որ խշմտանքի համեմատ չէին կարող կատարյալ անել պաշտոն մատուցողներուն, միայն կերակուրներով եւ խմելիքներով եւ կերպ բլուվածմունքներով եւ մարմնի արդարություններով մինչև ուղղության ժամանակը թողված, բայց Քրիստոս, որ եկավ, հանդերձյալ բարիքների քահանայապետը, ավելի մեծ եւ կատարյալ եւ անձեռագործ խորանով, այսինքն այն, որ այս արածներիցը չէ։ Եվ ոչ թե նոխազների եւ զվարակների արյունով, այլ բուն իր արյունով մեկ անգամ մտավ այն սրբատեղին եւ հավիտենական փրկություն գտավ։ Եվ հետևից ասում եմ, որտեղ ցուլերի արյունը չէր կարա փրկեր, ամեն դեպքում ինքը այս հին ծեսի մեջ ընդգրկեց նաև, որ ոսկե բուրավառը կար խնկամանը եւ խնկով, եւ առավել մեծ ցույց է տալի, որ այն իրականում սուրբերի աղոթն է։ Հիմա տեսեք, արդեն հայտնություն 8:3-4-ը ամբողջացնում ասա, եւ սրանով կամբողջացնենք նաև մեր հատվածը։ Տեսեք, հայտնություն ես կընթերցեմ 3-ից 4 համարները, խնդրեմ ուշադիր եղեք։ Եվ մի ուրիշ հրեշտակ եկավ, կանգնեց սեղանի առաջին եւ ոսկի խնկանոց ուներ, այդ ամանը, որի մեջ խունկը լցնում էին, որի մեջ դնում էին ածուխները եւ խունկը, որպեսզի այն ծխի։ Եվ մի ուրիշ հրեշտակ եկավ, կանգնեց սեղանի առաջին զոհասեղանի եւ ոսկի խնկանոց ուներ եւ շատ խունկ տրվեցավ նրան, որ բոլոր սուրբերի աղոթների հետ մատուցանե այն ոսկի սեղանի վրա, որ աթոռի առաջին էր։ Եվ վեր ելավ խնկերի ծուխը սուրբերի աղոթքների հետ հրեշտակի ձեռքից Աստծո առաջին։ Այստեղ 3 կարևոր բանալի միտք կա։ Ծուխը սուրբերի աղոթքի հետ վեր ելավ հրեշտակի ձեռքից Աստծո առաջին։ Աստծո առաջ, հիշում եք, խունկը անուշահոտությունը Աստծո առաջ, այսինքն աստվածաշնչյան խունկ հասկացողություն, անուշահոտությունը Աստծո առաջ։ Այլ կրոնների խունկը այլ նպատակ ունի, այն թմրեցնող նպատակ ունի, այն մեդիտացիայի մղող նպատակ ունի, այսինքն այն աուրա ստեղծելու նպատակ ունի։ Իսկ այստեղ խունկը աղոթքի եւ Աստծո համար անուշահոտություն, ոչ թե այդ խունկը վառողի համար։ Սա պետք է մենք հասկանանք։ Եվ հրեշտակն այն խնկանոցն առավ եւ լցրեց սեղանի կրակիցը եւ գցեց երկրի վրա, եւ ձայներ եւ որոտմունքներ եւ փայլատակներ եւ շարժ եղավ։ Ուշադիր նայեք, խունկը վերցրեց, խունկը վառեց, որ բարձրանում էր Աստծո առաջ որպես սուրբերի աղոթ, եւ ասում է այդ ածուխներից վերցրեց
եւ շուռ տվեց երկրի վրա։ Ինչ էր ածուխը, հիշում եք ես ձեզ ասեցի, այն Աստծո բարկությունն էր։ Ինչա խունկը, որ ծխում էր այդ Աստծո բարկության տակ, մեր աղոթքն էր, այսինքն Աստծուն ողորմություն խնդրում, այսինքն ասում էր գնա շուտ արա խունկ լցրու եւ քավություն ա, որ ժողովուրդը չկոտորվի։ Մովսեսը, հիշում եք Ահարոնին ասեց, այսինքն դա Աստծո բարկության բորբոքվելու մեր աղոթքը Քրիստոսի մեջ կամ Աստծուն հաճելի աղոթքը, այդ բարկությունը դադարեցնող հատկությունն է։ Ահա թե խունկի խորհրդանիշը ինչքան խորն է։ Ուրեմն դրա համար մենք տեսնում ենք, ասում են կրակը վերցրեց եւ թափեց երկրի վրա եւ երկրի վրա այդ պատուհասները եկան եւ 7 հրեշտակները, որ 7 փողեր ունեին, իրենց պատրաստեցին, որ փչեն եւ ամեն մի փողի փչելը մենք տեսնում ենք մի պատուհաս է երկրի վրա, բայց այդ ժամանակ եկեղեցին երկրի վրա չի, այն վերցված է։ Սիրելիներս, այսինքն մենք տեսնում ենք, որ նաև ածուխը խորհրդանիշը Աստծո բարկության, դրա համար երբ որ զոհասեղանի վրա, զոհասեղանի տակ ածուխը զոհա դրում է զոհասեղանի վրա, այդ Աստծո բարկությունը կրակի խորհրդանիշով լափում էր զոհը եւ իրական ում համար այդ զոհը կատարվում, այն կենդանիներ մնում եւ զոհներ վարվում կամ ողջակեզ լինում։ Սրանք շատ կարևոր է, որ մենք հասկանանք, ուրեմն խունկը հասկացողությունը այն առաջերտին կապված է զոհաբերության հետ եւ զոհաբերությանը դինելով է, որ այդ խունկի ծուխը հանդիսանելով սուրբերի աղոթք, Քրիստոսի զոհից արտադրված աղոթք միայն դա է անուշահոտություն Աստծո մեջ, ոչ թե մեր ֆիզիկական մատուցանած խունկը։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։